Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, դուք դիտում եք MedTime հաղորդումը, որտեղ մենք ներկայացնում ենք առողջապահական ոլորտի ամենաթարմ նորությունները, բժիշկների մասնագիտական խորհուրդներն ու օգտակար տեղեկատվություն պարզ եւ մատչելի լեզվով։ Այս հաղորդման ընթացքում մենք կանդրադառնանք մի ոլորտի, որը կոչվում է ռադիոլոգիա, նույն ինքը բժշկական պատկերավորում, ոլորտ, որը շատ հաճախ մնում է կուլիսներում, բայց առանց որի իրականում անհնար է բժշկությունը։ Ռադիոլոգը տեսնում է այն ամենը, ինչը մյուսները չեն տեսնում, դառնալով բժշկական թիմի աչքերը։ Մնացեք մեզ հետ, քանի որ առողջությունը սկսվում է ճիշտ տեղեկատվությունից եւ գիտակցված ընտրությունից։ MedTime հաղորդման գործընկերներն են MRT կլինիկը, ձեռագործ հայկական թեյեր արտադրող ընկերություն Թեյանը, Nabu Production-ը։ Վարսահարդարման եւ դիմահարդարման համար շնորհակալություն ենք հայտնում H2O գեղեցկության սրահին, վայր, որտեղ գեղեցկությունը սկսվում է անվտանգությունից։ Նոյեմբերի 8-ը նշվում է որպես ռադիոլոգիայի միջազգային օր, որը նշվում է նաև Հայաստանում։ 130 տարի առաջ հենց այդ օրն է ֆիզիկոս Կոնրադ Ռենտգենը հայտնաբերել X ճառագայթները, հիմնովին փոխելով բժշկությունը եւ հնարավորություն տալով տեսնել մարդու ներսը առանց վիրահատական միջամտության։ Ռադիոլոգիայի միջազգային օրվա հիմնական խորհուրդներն են. տարածել տեղեկատվություն ռադիոլոգների մասնագիտական գործունեության մասին, բարձրացնել ռադիոլոգների, տեխնիկների եւ ֆիզիկոսների դերը բժշկական թիմում, ինչպես նաեւ խթանել մասնագիտական կրթությունն ու նոր տեխնոլոգիաների կիրառությունը։ Ինչպես է զարգանում ռադիոլոգիան աշխարհում եւ Հայաստանում, ինչ դեր եւ նշանակություն ունի ժամանակակից բժշկության ոլորտում, կխոսենք MedTime հարցազրույցի մեր այսօրվա հյուրի, բժշկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համակարգչային շերտագրման գլխավոր մասնագետ խորհրդատու ճառագայթաբան, ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ, բժիշկ ռադիոլոգ Կոստան Ղալումյանի հետ։ MedTime հաղորդման գործընկերներն են MRT կլինիկը, ձեռագործ հայկական թեյեր արտադրող ընկերություն Թեյանը, Nabu Production-ը։ Վարսահարդարման եւ դիմահարդարման համար շնորհակալություն ենք հայտնում H2O գեղեցկության սրահին, վայր, որտեղ գեղեցկությունը սկսվում է անվտանգությունից։ Բժիշկ Ղալումյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ինչու բժշկություն եւ ինչու հենց ռադիոլոգիա։ Ինչպես ընտրեցիք մասնագիտացումը։ Նախ մինչև հարցին պատասխանելով ուզում եմ իմ խորին շնորհակալություն հայտնեմ ձեզ հրավերի համար, որտեվ մեզ ռադիոլոգներից համար այդ օրը շատ կարևոր է եւ առավել եւս երբ որ լուսաբանվում եւ ընդհանրապես անդրադառնում են այդ օրվան, մեր մասնագիտական օրվան, դա մեզ շատ ավելի շատ շոյում է, որովհետեւ գիտեք ռադիոլոգիայի մասնագիտությունը ինքը ներկայապահին բժշկագիտության մեջ շատ արդի եւ շատ պահանջված մասնագիտություն է, բայց ռադիոլոգները միշտ լինում են ստվերում։ Այդ իսկ պատճառով հարցադրումը ինչու ընտրեցի ես ռադիոլոգիան, քանի որ ընտրության ժամանակ ինքը նախ հետևելով իմ ծնողների խորհրդին, որտեղ իրանք մասնագիտության բժիշկներ էին, բայց նաև ուղղորդող հանգամանքը նա էր, որ ինքը ինովացիոն զարգացող ուղղություն է։ Եվ եթե չսխալվեմ, ամենայն ժամանակ իմ ընտրության ժամանակ ամենաերիտասարդ ուղղություններից մեկն էր համարվում բժշկագիտության մեջ, եւ ես որպես երիտասարդ ուզեցի փորձեմ իմ ուժերը այդ ոլորտում, եւ կարծում եմ այն հաջողությունները, որը որ հաջորդեցին իմ ընտրությամբ այդ մասնագիտության, ես չսխալվեցի։ Միշտ բանա չէ, առաջին ինչ որ ընտրում եք, հենց դրանով էլ ավելի հաջողում եք։ Կասեք, ինչով է կարևոր, հա, ընդհանրապես առողջապահական օրացույցում մենք ունենում ենք բազմաթիվ նշանակալի օրեր, ինչով է նշանավորվում ռադիոլոգիայի միջազգային օրը ոչ միայն ձեզ, հա, մասնագետների համար, այլ ընդհանրապես նաև հասարակության համար։ Նախ եւ առաջ մենք որպես ասոցիացիա, իսկ մասնագիտական հանրություն, մենք հանդիսանում ենք եվրոպական մեծ ընտանիքի անդամ եւ տվյալ օրը ամբողջ աշխարհում նշվում է շատ բուրըն կերպով, այսինքն տարբեր ռադիոլոգիական ծառայություններ աշխարհի տարբեր ծայրերում իրար շնորհավորանքներ են ուղղում եւ մեր հիմնական մասնագիտական ասոցիացիան նույնպես եվրոպական եւ ինչու՞ չէ նաեւ Հայաստանի ռադիոլոգների ասոցիացիան իր բոլոր մասնագետներին, ովքեր հանդիսանում են ասոցիացիայի անդամ, մաղթանքներ է շնորհում։ Երբ որ մենք միացանք այդ ընտանիքին, առաջին միջոցառում մենք հավաք կազմակերպեցինք հանրապետության բոլոր ռադիոլոգները եւ հրավիրեցինք մեկ ոնց որ մեծ հյուրասիրության, դա մեր համար շատ ուրախություն էր, 450 հոգի մասնագիտության տեր մասնագետներ հավաքվել են եւ հասկացանք, թե մենք ինչքան շատ ենք ու ինչքան մեծ ենք եւ ինչքան մենք համախմբված ենք եւ ամեն տարի մեկ մի հետարքիր
միջոցառում կազմակերպելով փորձում ենք այդ օրը նշենք։ Այս տարի որոշել ենք ինչու՞ չէ նաև ֆլեշ մոբի տարբերակով, որ տարբեր ռադիոլոգիական ծառայություններ իրենք իրենցով արտահայտվեն։ Բայց ամենակարևորը նախ եւ առաջ օրը մեզ համար կարևորում է ոչ նրանով, որ միայն շնորհավորում են, ոչ նրանով, որ ընդհանրապես ընդգծում են այդ օրը, որովհետեւ գաղտնիք չէ յուրաքանչյուր մասնագիտություն ունի իր մասնագիտական օրը։ Դա մեզ համար նաև շատ կարևոր առիթ է նորից անդրադառնալու ռադիոլոգիայի թե ձեռքբերումներին, թե խնդիրներին, թե նաև ապագային։ Քանի որ ինքը մասնագիտությունը դեռ ամբողջությամբ թվում է թե ամբողջությամբ է բացահայտված, բայց չէ, ամեն, այսպես ասած, ամեն պատկեր ուսումնասիրելով, ամեն մի նոր գործիք ռադիոլոգիական ներդնելով բժշկության մեջ, մենք մեր համար բացահայտում ենք լրիվ նոր աշխարհ։ Իմ հարցը հաջորդ, որը առաջացավ, հենց կապված էր նրա հետ, որ շատ հաճախ մենք ռադիոլոգին ընկալում ենք որպես մարդ, ով որ գտնում է սարքի մյուս կողմում։ Որքանով է դա իրականությանը համապատասխանում եւ վերջիվերջո ով է ռադիոլոգը։ Անցում անելով իմ անցած խոսքին, երբ որ մենք բոլորով հավաքվեցինք, շատ հետաքրքիր էր իմիջայլոց ու այդ օրը մի հատ շատ փոքր միջոցառումներ կար այդ դահլիճում ու անընդհատ ռադիոլոգիա այդ հանդիսավարը անընդհատ այնց ռադիոլոգիա բառներ հնչեցնում, այդ փոքր միջոցառումից մեկը մոտիկացավ, ասեց ներողություն, դուք որ ռադիոից եք։ Շատ շատերի մոտ ինքը ասոցացվում է ինչ որ ռադիոյի հետ, բայց ընդհանրապես ռադիոլոգիան ռադիոյի հետ ընդհանրապես կապ չունի։ Ռադիոլոգիան, ասենց ասեմ, լինելով ինքը երիտասարդ մասնագիտություն, քանի որ ինքը ներադրել բժշկության մեջ, երբ որ հայտնաբերվել են ռենտգենյան ճառագայթները Կոնրադ Ռենտգենի կողմից։ Եվ դրանից հետո ինքը շատ մեծ բում ապրեց։ Բայց ձեր հարցը շատ արդարացի է, որովհետև փաստացի ռադիոլոգները միշտ բոլորի մոտ ասոցացիան մութ սենյակներում նստած մարդիկ, որոնք որ մենակ աշխատում են պատկերների հետ, որ դա շատ հետաքրքիր ու գունավոր աշխարհ է, երբ որ դու ինքդ ես ներդրվում կամ ինքդ սկսում ես շփվել, դրանք մասնագետներն են, որոնք որ լինելով առաջամարտիկները, քանի որ մենք աշխատելով ախտորոշման ոլորտում, առաջինն ենք հայտնաբերում տարբեր տիպի հիվանդություններ եւ քո խոսքից, քո հմտությունից, ընդհանրապես քո եզրահանգումից ու մեր վերջնարդյունք տված եզրակացությունից է կախված, թե պացիենտի հոգեբանական վիճակը, թե տրամադրվածությունը հետագա բուժման եւ ինչու՞ չէ նաեւ բուժման ընթացքում մեզնից է կախված քաջալերել ոգևորել, որ իրանք հիվանդության դեռ կեսում են եւ իրանք սպասում է ամբողջական ապակինում։ Այդ իսկ պատճառով ասել, որ մենք չենք շփվում պացիենտների հետ կամ պացիենտները գլոբալ առումով պատկերացում չունեն ովքեր են ռադիոլոգները, դա ժամանակի ներտես թյուրըմբռնում էր, որովհետև այն ժամանակ ռադիոլոգիան ցավոք սահմանափակվում էր մենակ ռենտգենյան սարքով։ Ու բոլորը վախենալով ռենտգենյան ճառագայթներից փորձում էին բժիշկների հետ շփվել, այսինքն ռադիոլոգների հետ, բայց հետո երբ որ արդեն ուլտրաձայնը, որը անմիջական արդեն մասնագետ կախյալ է, եւ ովքեր որ ուլտրաձայնային հետազոտություն անցել են, շփվում են բժշկի հետ, այնուհետեւ համակարգչային տոմոգրաֆիան, մամոգրաֆիան, մագնիտոռեզոնանսային տոմոգրաֆիան, տանք գործիքներ են, մեթոդներ են, որտեղ որ անմիջական բուժարուն բժշկի հետ կապը հաստատում է։ Շարունակելով ձեր միտքը, խնդրեմ ասեք, որտեղ է իր զարգացվածության համակարգով հասել ռադիոլոգիան եւ Հայաստանում հատկապես ինչ առաջընթաց ունենք եւ ուր ենք ձգտում։ Հարցին պատասխանը մի քիչ անհամեստ կլիներ, երբ որ ես համեմատեի ուրիշ մասնագիտական ուղղությունների հետ, բայց մի խոսքով կարող եմ սենց ասեմ, այն լայն առաջխաղացումը, որը վերջի 20 տարին ապրեց մեր մասնագիտությունը ռադիոլոգիան ոչ միայն աշխարհում, այլ նաև Հայաստանում, այսօրվա դրությամբ դասվում է ինքը իր մասնագիտությունների շարքում, սենց ասեմ, առաջի հնգյակում։ Կոնկրետ Հայաստանի մասով դրա մասին է ապացուցում Երևանի պետական բժշկական համալսարանի հետբուհական կրթությունը, երբ որ մենք արդեն բակալավրիատ, այսպես ասած, ավարտում ենք մեր 6 տարի մասնագիտական կրթությունը, հետո սկսում ենք արդեն մասնագիտական կողմնորոշումներ ընտրել, արդեն եթե ես չեմ սխալվում, 3-րդ տարին է, որ ռադիոլոգիայի արձինատորան առաջի տեղն է զբաղեցնում։ Այսինքն դա խոսում է մասնագիտության պոպուլյար լինելու մասին մեկ։ Երկրորդը մասնագիտությունը թեկուզ դասվում է վերացող մասնագիտությունների շարքին, քանի որ արհեստական բանականությունը ոչ միայն արվեստի ոլորտում է գրավում իր տեղը, գրականության ոլորտում է գրավում, նա նաև շատ լայն թափով բժշկագիտության մեջ է ներդրվել ու այսօրվա դրությամբ առաջի հենց թիրախը դա ռադիոլոգիան է։ Բայց երբևիցե հույզերը, որոնք որ ապրում է մասնագետը պացիենտների հետ շփվելուց եւ պացիենտը երբ որ բժշկի հետ շփվելուց, երբեք դա չի կարող փոխարինի։ Եվ 5 տարի առաջ, երբ որ մենք մասնագիտական հանրությունով արտասահմանում քննարկում ենք ու արա հարցը տրվեց, հենց շատ առաջատար մասնագետներ մեր ոլորտի, ինչ ենք անելու մենք 5 տարի հետո, այս լայն թափով զարգացող արհեստական բանականության ոլորտում, կարծիքները կիսվեցին երկու մասի։ Նա մեկը, որ պետք է պայքարել, մեկը, որ պետք է
այսպես ասած ընկերություն անել արհեստական բանականության հետ։ Եվ ասենց ասեմ, այդ սիմբիոզը շատ լավ երևում է մեր մասնագիտության մեջ, այսինքն նորագույն բոլոր տեխնոլոգիաները ներկապային, որոնք գործում են բժշկագիտության մեջ, դրանք բոլորը ներդրված են ռադիոլոգիայի մեջ։ Եվ ռադիոլոգիան միակ մասնագիտությունն է հանդիսանում բժշկագիտության ոլորտում, որը շփվում է բոլոր դիսցիպլինաներից, սկսած թերապիայի բոլոր ուղղություններից, վերջացած վիրաբուժության բոլոր ուղղություններով։ Իսկ Հայաստանում ինչ ձեռքբերումներ ունենք, որովհետև բոլոր ոլորտներում ունենք sense երբեմն թյուր ընկալում եւ մոտեցում, որ այնքան շատ է մեր ձեռքբերումը, որ օրինակ չգիտեմ, այսինչ սարքը մենք չունենք, այսինչ ծառայությունը չունենք եւ պետք է գնալ արտերկիր ռադիոլոգիայի ոլորտում որքանով է այդ խնդիրը արդեն վերացել։ Ես վստահությամբ ներողություն, որ ընդհատում եմ, կարող եմ ընդհատում եմ ինչի համար, որտեղ ուզում մեծ ողջավորությամբ կիսվեմ։ Վերջի 10-ամյակում մենք մեր սարքավորումների հագեցվածության մակարդակով Հայաստանի Հանրապետությունում հավասարվել ենք Արևմտյան Եվրոպայի ամենաառաջատար երկրներին զուտ մասնագիտական սարքերի առումով։ Ներկապային մենք շատ լայն թափով աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի կարողանանք մենք մասնագիտական հանրությունն էլ ինտեգրենք, այսինքն այդ սարքերը կարողանանք օգտագործենք իրենց ամբողջ ծավալով։ Դրա համար շատ ակտիվ գործում է Երևանի Պետական Բժշկական Համալսարանի ամբիոնը, դրա համար ես 5 տարի առաջ հիմնեցի ռադիոլոգիայի դպրոց, որտեղ որ նաև ուսանում են էլի ռադիոլոգներ ավելի նեղ մասնագիտանալու սարքերի առումով։ Այսինքն, եթե ուղիղ պատասխանեմ ձեր հարցին, Հայաստանի, այսինքն արևմտյան երկրներում չկա սարք ռադիոլոգիական, որ Հայաստանի Հանրապետությունում չլինի։ Հայաստանի Հանրապետությունում կան սարքեր, որ անգամ ամենաառաջատար կլինիկաներում արևմտյան, ես վստահությամբ եմ ձեզ ասում, այդ սարքերը չկան։ Ու բացի դրանից շատ մեծ ձեռքբերում եմ համարում ես 2017 թվականին հիմնված մեր ռադիոլոգիայի հայկական ասոցիացիան, որը որ միակ մասնագիտական ասոցիացիաներից է, որը որ ես չեմ սխալվի, դա եւ իմ գոլեգաներն են խոսում, ոչ ասենք իմ մասնագիտության տեր, որ հանդիսանում է ամենաակտիվ մասնագիտական ասոցիացիան եւ միակ ասոցիացիան էր, որը առողջապահության առաջի ասոցիացիան, որը առողջապահության նախարարության հետ կնքեց փոխհամագործակցության հուշագիր։ Դա մեր համար շատ մեծ ձեռքբերում էր, այսինքն մենք այն վստահության մակարդակի ենք հասել, որ պատկան մարմինները իդեմս առողջապահության նախարարության, որը ոլորտն է կարգավորում ամբողջությամբ, ոլորտի քաղաքականությունը իր այսպես ասած ոլորտային ուղղությունները նաև մասնակի պատվիրակում, ինչու՞ չէ նաև խորհրդատուի կարգով հրավիրում է ասոցիացիան, ոչ թե մինչև դա գործում էր գլխավոր մասնագետների ինստիտուտը։ Եվ ինչպես ես նշեցի, մենք տարեկան կազմակերպում ենք բազմաթիվ կոնգրեսներ եւ ամեն տարի մենք կազմակերպում ենք մեր ամենամյա գիտաժողովը, որին հրավիրում ենք Եվրոպայի դպրոց եւ Հայաստանի Հանրապետությունը, իդեմս ռադիոլոգիայի հայկական ասոցիացիայի համեմատականի կարգով բոլոր ԱՊՀ երկրների համար առաջի ասոցիացիան է, որը ընդունել է այդքան եվրոպական դպրոց։ Մենք եկող տարի 8-րդ դպրոցն ենք ընդունել։ Այսինքն այն աստիճանի ակտիվ է ինքը ասոցիացիան իր գործունեությունը ոչ միայն Հայաստանի սահմաններում, այլ նաև Հայաստանի սահմաններից դուրս, որ SNG-ի մինչև պատերազմը Ուկրաինայի, ԱՊՀ երկրների ոչ ֆորմալ ռադիոլոգիական կոնգրեսը 3 անգամ եղավ Հայաստանում։ Եվրոպական դպրոցի մասով ես ձեզ ներկայացրեցի։ Բացի դրանից, այս վերջերս եվրոպական ոսկրամկանային կոնգրեսներ, անցած տարի մենք հայ-ֆրանսիականը Կապանում արեցինք, եկող տարի հայ-ֆրանսիականը անելու ենք Գյումրիում, դրանից առաջ 3 հատ հայ-ֆրանսիական կոնգրես եղել է Երևանում ու բազմաթիվ ուղղություններով մենք ակտիվ Այսինքն, ինչպես դուք նշեցիք, ռադիոլոգիան եւ ռադիոլոգները բոլոր ոլորտներում են առողջապահության։ Ես այդ որ ամեն ինչը պատմեմ, որովհետեւ շատ ավելի շատ ոչ թե խոսքերն են, այլ գործերն են, որովհետեւ իրականում մենք վստահությամբ կարող ենք ասենք առանց ամաչելու եւ բոլորի աչքերին ուղիղ նայելու, որ մենք մեր մասնագիտությունը, այսպես ասած, թվացյալ ստվերից վերհանել ենք լույս աշխարհ եւ շատ մարդիկ այսօրվա դրությամբ արդեն առանց իհարկե ես դա համարում եմ կոպիտ սխալ, բայց առանց այսպես ասած կլինիկական մասնագետներին դիմելու ուղղորդված գալիս է միանգամից ռադիոլոգների մոտ, ասում են գիտեք ինչ կա, խնդրում եմ տվեք մեր ախտորոշումը, հետո մենք կորոշենք ու մոտ գնալ բժիշկը։ Խոսեցինք նաև պացիենտների մասին, ինչու են երբեմն պացիենտները վախենում ռադիոլոգիական միջամտություններից, հա, տարբեր միֆեր գոյություն ունեն, որոնք են ամենատարածված միֆերը ու ոնց կոտրենք այդ միֆերը, որպեսզի մարդիկ չվախենան։ Գիտեք ոնց վախը գալիս է անցյալից, որովհետև դա գաղտնիք չէ ռադիոլոգիական մեթոդները նախ իրանք բաժանում են հիմնական երկու ճյուղի՝ գլոբալ
ճառագայթային եւ ոչ ճառագայթային։ Հիմնականը ավելի շատ վախում են ճառագայթային մեթոդներից, որոնցից է դասական ռենտգենը, համակարգչային տոմոգրաֆիան, պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիան, մամոգրաֆիան, որտեղ օգտագործում ենք մենք ռենտգենյան ճառագայթներ։ Եվ մարդկանց մեջ տպավորությունը ճառագայթի դա նշանակում է, որ իրանց մոտ կարող են առաջանալ ստոխաստիկ էֆեկտներ, այսինքն շատ ավելի հանրամատչելի լեզվով, այսինքն ուռուցքային ինչ-որ փոփոխություններ տվյալ ճառագայթներից, դրանից իրանք խուսափում են։ Բայց ես sense մի հատ պարզ ճշմարտություն կարող եմ կիսվել, որ ես իմ բոլոր բուժառուներին, բոլոր պացիենտներին ասում եմ, եթե մեթոդը արդեն ներադրվի բժշկության մեջ, նա ինքը իրենով վնաս չի կարող հանդիսանալ։ Բայց ամենակարևորը յուրաքանչյուր մեթոդ մեկը մյուսին չի փոխարինում, մեկը մյուսին փոխլրացնում է։ Այստեղ կարևորը գրագետ ընտրությունն է, որ մեթոդներից դու ռադիոլոգիական կիրառում, որովհետև դու կարող ես մեթոդների, այսպես ասած, ինքնուս ChatGPT օգնությամբ կամ Google բժշկի օգնությամբ, չէ՞, դոկտոր Google որ ասկան, Facebook-յան բժշկի։ Դու կարող ես այսքան նախընտրել, գնաս հետազոտվես, անիմաստ գումարի վատնում, անիմաստ ժամանակի վատնում, քո սպասված արդյունքը դու չես ստանում ու դրա հետ միասին դու նաև ճառագայթային, ասենք, մեթոդով, ասենք, հետազոտում ես։ Դա համար մենք ինքներս էլ ռեգուլյացիաները այնքան գրագետ արված, նախ հիմիկվա սարքավորումների դոզաները այնքան ցածր է, որ չես համեմատի ժամանակի սարքավորների հետ։ Անկամ պրոստը համեմատական կարգով ես ձեզ կարող եմ ներկայացնել մեկ ռենտգենը, թոքի որ կատարում են, հավասարազորը 10 օր բնական ֆոնի ճառագայթման։ Այսինքն ինքը սարքավորումներ հիմա շատ ցածր դոզաներով են ճառագայթում մեկ։ Որովհետև 2013 թվականից սկսած եվրոպական ռեգուլյացիաներով շատ խիստ պայքար է տարվում ճառագայթային ծանրաբեռնվածության տեսանկյունից եւ դա մեկ ռեգուլյացիայի մեջ նաեւ Հայաստանը մտնում։ Այսինքն սարքը, եթե դու ավել ճառագայթում պետք է տաս, ինքը ուղղակի քեզ չի թողում, որ դու հետազոտես։ Այդ մեկ ոչ ճառագայթային հետազոտման մեթոդները կուզեմ թվեմ, դա ամենադասականը դա սոնոգրաֆիան է, որտեղ ճառագայթ չկա, ուլտրաձայնը, դա մագնիտորեզոնանսային տոմոգրաֆիան է, որտեղ մագնիսական դաշտն է։ Այսինքն այդ պարագայում դուպլեքսը, դոպլերը, դրանք բոլորը սոնոգրաֆիայի ճյուղեր են։ Նրանք կարող ես դու անցնես չասեմ անսահմանափակ, բայց խելացի տարբերակով, բայց առանց ճառագայթային այսինքն ծանրաբեռնվածության։ Այսինքն որպես այդպիսի միֆը հենց դրանում է գալիս, որ գլոբալ առումով պացիենտները կամ իրենց հարևաններից են ինչ-որ մի բան ճշտում, կամ հիշում են Չեռնոբիլի ժամանակները, կամ էլ, ասենց ասեմ, շատ լավ չեն իրազեկում իրենց ուղղորդող բժիշկները։ Ես կարող եմ վստահ ձեզ ասել մեր հանրությանը, որ ոչ մի ռադիոլոգ Հայաստանի Հանրապետությունում ի վնաս պացիենտի երբեք ինքը ծառայություն չի մատուցի, այդ միանշանակ համոզված եղեք։ Եթե ցուցում չի լինում կոնկրետ հետազոտման, իրանք միանշանակ այդ հետազոտությունը կամ փոխարինել մեկ այլ ախտորոշիչ մեթոդով կամ զգուշացնում են նախորոք։ Իսկ հիշեք ձեր պրակտիկայից ինչ որ պատճառաբանություն, օրինակ ինչու պացիենտը չի ուզում անցնել ախտորոշիչ հետազոտություն, որովհետև ինչ իր հետ կարող է պատահել, որ sense տպավորվել եք։ Ես մի քիչ կդժվարանամ դա հիշել, որովհետև այնքան հաճույքով են բոլորն ուզում անցնել, հակառակ մենք ենք հակառակը համոզում, դա մենակ ինձից կախված չի, դա ընդհանուր մեթոդի պոպուլարությունից է կախված։ Այստեղ ավելի շատ գիտեք, որ նախնդիրը, ես էլ եմ ոնց որ ստացվում, կրկնվում եմ, ավելի շատ այնց թուր ըմբռնման մեջ է։ Ես կարող եմ, ասենք, կուրիոզ տենց, միֆ չէ, մի քիչ շատ ավելի կուրիոզների մասը, որովհետև սարքերը ժամանակին նոր էին, այսինքն այս նորագույն սարքավորումները Հայաստան ավելի շատ sense, առաջի համակարգչային տոմոգրաֆը երկրաշարժի ժամանակ եկավ 1988 թվականի երկրաշարժի ժամանակ։ Ու մի դեպ սովետական միությունում համարում ենք նաև այդ առումով առաջատար, որ ունենք համակարգչային տոմոգրաֆ, բայց այսպես ասած բում սկսեց ապրել 2000-ական թվականն, 2004-ից սկսած, երբ որ սկսեցին արդեն նորագույն սարքավորումներ բերվել։ Եվ այդ ժամանակ շատ մարդիկ ընդհանրապես ծանոթ չէին այդ մեթոդներին, դաժե անվանումներին։ Մինչև հիմա, ասենք, կատեն դա կոմպյուտերային տոմոգրաֆիա հապավում է, տեսած կլինեք հայատար վերցնում են գրում են կատե, MRT-ն իրականում ինքը յադերնի մագնիտի ռեզոնանսն է, բայց ինչի փոխեցին անվանումը միջազգային MRT, որտեղ յադերնի բառը մարդկանց վախեցնում է, բայց դա նշանակում է կորիզ։ Այդ սկզբունքով է, այսինքն ընդեղ էլ դրանից են վախենում ու շատ մարդիկ գալիս են ասում են խամերը որտեղ է։ Այսինքն տենց ինչ որ ասոցիացնում են, տենց մտներին անընդհատ ինչ որ բառեր հիշելով, գալիս են ու կամ գային ասենք ոնց որ լվացքի մեքենա լինի, որտեղ սարքավորումները տեսնում են, մեծ մասը ասում են դագաղա։ Այսինքն որ տենց մտնում ես ներս, այսինքն ամեն մեկը ինչ որ մի բանի հետ փորձում են ասոցիացնի, բայց իրենք իրենցով լրիվ անվտանգ սարքավորումներ են, կոնկրետ ոչ ճառագայթային հետազոտման մեթոդները, նրանք էլ են անվտանգ, բայց մասնակի ճառագայթային ծանրաբեռնվածության։ Ես էլ եմ ասում, շատ մեծ օրինակ կուրիոզ է մեզ համար, որ դուք ասում եք միֆ, պացիենտներին հակառակում համոզել։ Զարմացնում եք։ Հակառակում համոզել, որովհետև երբ որ իրանք տրամադրված գալիս են հետազոտման, երբ որ դու սկսում ես իրանց ավելի ուղղորդող ուղղությունների վրա, իրանց մոտ տպավորությունա կամ դու կասկածում ես իրանց մոտ ինչ որ մի բան դու չես ուզում նայես, ասես,
կամ դու չես տիրապետում մեթոդին։ Դա համար շատ դեպքերում փորձում են մարդիկ անգամ գիտեք դեպքեր ա լինում նույն պացիենտը փորձում է 3-4 անգամ տարբերտեղ կատե անցնի, եթե իրան առաջի կատեի արդյունքը իր սպասածը չի բավարարում։ Չի բավարարում իր ակնկալիքները, որ ինքը սխալ են ասել, մեկ ուրիշ դե մեր մոտ շատ խայտարակ հետարքիր մի հատ այնց ֆենոմեն է, երբ որ դու ասում ես ձեզ մոտ խնդիր ես չեմ տեսնում, իրանք միանշանակ սկսում են կասկածել, որ արդյոք այդ իրանց ես նայել։ Չեն ուզում։ Մի հատ ինչ-որ վատ բան պետք է ասես, որ իրանք ոնց որ այսպես ասած տրամադրվեն, որ դու ինչ-որ լուրջ գործ ես արել։ Իսկ ինչ որ խորհուրդ կտաք պացիենտներին, ովքեր պատրաստվում են ռադիոլոգիական հետազոտության անցնել, բայց ունեն որոշակի վախեր, ինչպես պատրաստվել հետազոտություններին ռադիոլոգիական։ Ուրեմն պատրաստման, ասենց ասեմ, մեթոդները, կախված մեթոդից պատրաստման ընթացակարգերը բնական է տարբեր են։ Նախ եւ առաջ ամենակարևորը ճշմարտությունից պետք չի վախենալ։ Այստեղ ամենակարևորը ավելի լավ է վաղ ախտորոշվել։ Այսինքն գանգատների պարագայում շատ կարևոր է ոչ թե ի սկզբանե հենց առաջնահերթ նախ եւ առաջ գնալ ռադիոլոգին ու փորձել ռադիոլոգից փնտրել ու գտնել, որ մեթոդն է շատ ավելի ճիշտ, նախ պետք է դիմել ուղղորդված մասնագետներին ըստ իրենց գանգատների։ Ու հավատացեք, այդ նույն մասնագետները շատ լավ ռադիոլոգիական, այսինքն ախտորոշման մեթոդների տեղը եւ դերը շատ լավ պատկերացնում են եւ գիտեն։ Այդ առումով իմ խորհուրդս, որ անպայման պետք է կլինիցիստներին դիմել։ Երկրորդը, որ պետք չի վախենալ, որովհետև զուտ վախենալ այն առումով մեծամասամբ վախում են ոչ թե մեթոդից, այլ մեծամասամբ վախում են մեթոդի տված արդյունքից, որովհետև չեն ուզում իմանան այն, ինչը որ իրանք փորձում են կասկածել, բայց փորձը ցույց է տալիս, որ 90% դեպքերում իրանք կասկածները ընդհանրապես չի փարատվում այդ մեթոդների հետազոտությամբ, այսինքն լինում են ամեն ինչը նորմալ ու շատ դեպքերում դա լինում է հիմնականում գլխացավերի պարագայում, երբ որ իրանք մտածում են, որ իրանք մոտ կարող է ինչ-որ մի հատ լուրջ խնդիր լինի ու որպես մի կես կատակ կարճ մի հատ բան էլ պատմեմ, կարիերայի սկզբում նստած երեկոյան աշխատանքի մեջ մի հատ 11-12 տարեկան տղա մոտեցավ, ասում է բարև ձեզ, կոմպյուտերային տոմոգրաֆիան ստեղ է, ասում եմ այո, ասում եմ ուզում եմ հետազոտվել, ինչ արժի, ասեմ ինչ, ասում է գլխուղ է օրինակ, սկզբից ես չհասկացա, կարծեցի կամ տատիկի կամ ինչ որ հարազատի համար են խնդրել որ գա ճշտի։ Նու արժեքը ասեցի, ասեց իսկ որտեղ կարելի է մուծել, ասեմ ում համար ես դու հարցում, ասում է իմ։ Ասեմ, բայց դու ինչի համար ես եկել հետազոտման, էլի, ինչ խնդիր ունես, ով է քեզ ուղղորդել կամ ինչ բան։ Ասում է ճիշտն ասած, ես ինքս եմ ինձ նշանակել, ասեմ ոնց, ասում է դե papan այնքան ասեց խելք չունես, ուզում եմ մի հատ նկարեմ, տենամ ունեմ, տանեմ ապացուցեմ։ Այսինքն այդ մակարդակի էլ էլի լինում, որ իրականում ես ճիշտն ասած հորդորեցի վրա papan բերի մի հատ նավսակի նայենք, որ ինչքան էր խոսել այդ երախու վրա, որ տենց ինքը ազդրել է։ Տպավորվել էր իրը։ Ու շատ բաներ կա, շատ հետարքիր կուրիոզներ էլ ա լինում։ Ու այն որ ասում եմ մի հաղորդումը հաստատ չի բավարարի, որ պացիենտներ գիտեք ոնց երբ որ իրանք գնում են մի աշխարհ, որտեղ իրանց համար ամեն ինչ կառավարելի չի, իսկ այդ սարքերը իրանց համար գլոբալ առումով կառավարելի չեն։ Այդ պարագային սկսում են տարբեր տիպի, ասենք շատ ոնց ասած, ու չասել անհեթեթություններ, բայց ոչ նորմալ իրանց վարքագծեր իրանք դրսևորեն, որը որ շատ դեպքերում իհարկե մենք մասնագետներս այդ ամենը գիտակցելով հասկանում ենք այդ ամեն ինչը, բայց կողքի մարդկանց համար կարող է ինչ-որ մի ծիծաղ բերի կամ ինչ-որ sense մի բան, բայց ել եմ կրկնում, երբ որ դու ինքը դուրս ա գալիս ու քո աչքերից տեսնում ես շատ օրինակ ես իմ մասնագիտության մեջ չեմ փորձում երկար նայել պատկերներ, երբ որ պացիենտը կողքս է։ Որտեւ իրանց մոտ սկսում է տենց մտորումներ, չէ՞, յուրաքանչյուրը որ բժշկի դիմա, որ ասես որ տեսնում է բժիշկը, ասես լուրջ նստած նա տենց անհաղորդ տենց մտասուզված դեմքով մտածում է իր մոտ նենց մի ամբուժելի բան է, որ հեսա մի արդեն մտքում թվերն է հաշվում, թե երբ է իր վերջը գալու, բայց համենայն դեպս իրականում դու պետքա փորձես երբևիցե իմ խորհուրդն է եւ երիտասարդ ռադիոլոգներին եւ ընդհանրապես, ես էլ ինքս տարեց չեմ, բայց ամենայն դեպս իմ մասնագիտական փորձս ինձ թույլ է տալիս այդ ամեն ինչը։ Եթե եզրահանգման գալ, երբեք պետք չի վերցնել պացիենտից հույսը։ Դա ոչ մի բժշկի տրված չի։ Մենք ուղղակի կատարում ենք մեր մասնագիտական պարտականությունը։ Լավ, վատ, թերի, թե բան, բայց ամենայն դեպս ամենակարևորը երբևիցե դու ինքդ դատարան չես։ Դու ուղղակի մի էտապ ես, որ դու հələ չգիտես ուրիշ էտապներում ինչ ախտորոշումներ ու ինչ բուժում է սպասում։ Համար դու պետքա կարողանաս միշտ թողես այն կետը, որի վրա որ կարողանա բուժարուն հիմնվի, որովհետև դու ոչ իր հոգեբանական վիճակը գիտես, ոչ էլ իր ընդհանուր պատկերացումներն ու ապրումները այդ պահին։ Համար այդ առումով իմ խորհուրդն է, որ այդ հիմնականում երիտասարդ մասնագետներին է վերաբերում, որ որպես տենց բացահայտումներ, ուրախություններ, որ ինչ-որ մի բան հայտնաբերեն, դա այդքան ուրախություն չի, հա։ Իրանք պարզ իրենց համար ուրախություն ես մասնագիտության մեջ կայանալու, բայց դա դժբախտություն է մեկ ուրիշի համար։ Եվ վերջում մի քանի բլից հարցեր։ Խնդրեմ սիրով։ Եթե ոչ բժիշկ, ապա դիվանագետ։ Ամենահիշվող դեպքը, որ մինչ այս պահը եղել է ձեր պրակտիկայում։
Շատ բարդ է։ Երևի թե այն դեպքը, որ երեխայի հետ պատմեցի, այդ շատ այնց տպավորվել է ինձ մեջ։ Ամենաանսպասելի բուժման մեթոդը, որ երբևէ առաջարկել է պացիենտը ախտորոշումից հետո։ Շատ դեպքեր են կա, որ շատը անցենզուրա են, դրա համար մի քիչ բարդ է, չէ իրականում այդ անցի բանով։ Ես կարող եմ շատ sense հարցին sense պատասխանել ամենահետաքրքիր հետազոտման առաջարկը, որ ինձ արել են, որովհետեւ փաստացի ես բուժմամբ չեմ զբաղվում, բուժման կուրսով ինձ հետ ես հիմնականում չեմ սիրում, որ կիսվում եմ, որովհետեւ փաստացի չեմ կարող։ Ամենաանսպասելի բուժման հետազոտման մեթոդը, երբ որ մեր բուժարուներից մեկը ավելի շուտ դաժե բժիշկ էր, երբ որ մոտեցավ, ասեց գիտական աշխատանք եմ կատարում, ես կուզեմ, որ դուք ձվի սաղմի կորոնար անոթների, այսինքն սիրտը սնուցող անոթների կոռոնարոգրաֆիա անեք։ Ես շատ լուրջ դեմքով կանգնեցի, ասեցի, եթե դուք կարող եք երակ դնեք, կոնտրաստոր ներարկենք, ես հետազոտությունը կիրականացնեմ, դե շատ լուրջ նայում եմ, ուզում եմ հասկանալ թե ոնց։ Այսինքն փաստացի տենց անիմաստու շատ կա, բերենք ասեն, օրինակ կարող եք շամպանսկիի, ասենք, մեջի գազերը հաշվեք։ Այսինքն տենց տարբեր տիպի, գիտեմ, որ սարքին կնկարեն, այսինքն մենք շատ, եթե դուք ինտերնետով նայեք, կտեսնեք, էլ կենթանիներ են նկարում, էլ ասենք, մրգեր են նկարում, տարբեր տիպի, այդ իրական տենց որ հոգնում են արդեն պացիենտները, սկսում են ոչ առարկաներով։ Արտահայտություն, որը հաճախ է գործածում աշխատանքի ընթացքում։ Շնորհակալություն։ Ես անընդհատ շնորհակալություն եմ ասում։ Եթե բժշկության մեջ կախարդական փայտիկ ունենայիք, ինչ կփոխեիք անմիջապես։ Կուզեի բոլորն առողջ լինեն։ Մի մեթոդ կամ սարք, որ կուզենայիք ամեն հիվանդանոցում լիներ։ Անմահություն պարգևոսարքը, ինչ ասեմ այդ շատ։ Ձեր սիրելի գիրքը կամ ֆիլմը բժշկության մասին։ Ես, որ անկեղծ ասեմ, բժշկության մասին հիմնական ես մասնագիտական եմ կարդում, բայց եթե ավելի խորասուզված, ես Արթուր Հեյլի եմ ավելի շատ սիրում, որովհետև ինքը շատ հետաքրքիր, այսինքն տենց տրամաբանական իր ամբողջ, ասենց ասեմ, ռուսենական չացինիցիակնս երևի վերջնական ախտորոշումը, երևի թե այդ գիրքն էր, որ տպավորել էր, ու հիմնականում աշխատում եմ այս կյանքի այս этаպում ավելի շատ տենց անհոգ ուրախ բաներ։ Ամենաանսովոր բանը, որ միշտ ձեզ հետ է։ Անսովոր բանը, որ միշտ ինձ հետ է, երբևիցե չեմ մտածել։ Շատ լավ, հուսամ, որ դեռ առիթներ կունենանք հարցազրույցի։ Ձեր հարցից հետո կմտածեմ։ Երբևիցե չեմ մտա, ինչ որ տենց նախընտրելի բան չունեմ։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար, եւս մեկ անգամ կարծում եմ բարձրաձայնեցինք եւ կարեւորեցինք մասնագիտացումը, որ դա ուղղակի տեխնիկական մասնագիտացում չէ, այլ դուք դառնում եք բժշկական թիմի աչքերը իրականում։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շատ շնորհակալ ու օգտվելով առիթից կրկին անգամ շնորհակալություն եմ հայտնում ձեզ թիմին եւ ամենակարևորը շնորհավորում եմ մեզ բոլորիս ռադիոլոգներից, որովհետեւ էլի կրկին անգամ ուզում եմ նշեմ, որ դա մեզ համար շատ կարևոր է եւ յուրաքանչյուր անդրադարձը մեզ ավելի ողջևորում մեր մասնագիտական առաջխաղացման մեջ։ Շնորհակալություն։ Դոկտոր Ղալմյան, մեր գործընկեր բուսական թեյեր արտադրող Թեյան ընկերությունը ձեզ համար նվեր է պատրաստել, որ ջերմացնեք ձեր աշնանային երեկոները։ Շատ շնորհակալ եմ, խոստանում եմ հենց վաղ առավոտվանից այս թեյը խմելու։ Շնորհակալություն։ Մեծ սիրով, մերսի շատ։ Եղեք տեղեկացված, պաշտպանված եւ առողջ։ Այսօրվա Medtime-ի համար նախատեսել էինք այսքանը։